Հողամասը եկեղեցուն կտրամադրվի միայն անհատույց օգտագործման իրավունքով։ Սեփականության իրավունքի նորմը կփոխվի։ Օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է ներկայացրել։ Այն քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովը։ Սա չի վերաբերում նախկինում սեփականության իրավունքով տրամադրված հողամասերին եւ հետադարձ ուժի խնդիր չկա։ Որն է նախագծի նպատակը, պարզաբանումը հետեւյալն էր։ Սա շղթայական իրավակարգավորումներ է եւ հատուկ առանձնահատուկ կարգավորում չկա, որ նպատակ չկա եւ նպատակը ամենայն դեպս պետական սեփականության եւ համայնքային սեփականության հողամասերի նպատակային նշանակության օգտագործելն է։ Այդ իրավակարգավորումները հաշվի առնելով նաեւ հետեւողական քաղաքականություն է իրականացվում պետական համայնքային սեփականությունը ըստ նպատակի օգտագործելու համար։ Այս նախագծով որևէ միտում չկա եկեղեցու ցող վերցնելու, ընդդիմադիր Գառնիկ Դանիելյանի հարցին արձագանք եղավ։ Խող խլելու կամ որոշակի այդ գործընթացը սկսելու միտում ես այստեղ տեսնում եմ որևէ միտում չկա սեփականության իրավունքը սահմանափակելու կամ ինչ-որ գույքեր հետ վերցնելու, եկեղեցին նույնպես կարող է սեփականության իրավունքով հողամասեր գնել աճուրների կամ այլ ընթացակարգերի միջոցով սեփականության իրավունքի սահմանափակում բացարձակապես չկա։ Ուղղակի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու ինստիտուտը ցանկանում ենք այս параգրաֆը կիրառել զուտ պետական սեփականությունը նպատակային ծառայեցնելու համար։ Հանձնաժողովի անդամ կառավարող ուժի ներկայացուցիչները նկատեցին, եթե սեփականության իրավունքով այդ հողերը կարող են օտարվել, ապա անհատույց տրամադրվածների դեպքում դա հնարավոր չի լինելու։ Վերջերս ողաշապատի ընտրությունների ժամանակ Մայրաթորին հարակից Մենձևի տարածք եմ տեսել, որտեղ աղբահանությունները չի իրականացել, ցանկապատած է եկեղեցապատկան հողը։ Այս նախագիծը այդ հողերը եկեղեցուն ասում է չես կարող տալ սեփականության իրավունքով, ինքը ոնց ուզենան։ Եկեղեցի մուտքի մոտ կոֆեի ապարատ են դրած եղել եւ դա ապականել է այդ եկեղեցու բոլոր տեսակի գաղափարական արժեքները։ Հետևաբար կարծում եմ նաեւ եթե հաշվի ենք առնում, որ պետության հողը նաեւ պետության հետ պետք է համագործակցել, թե ինչ նշանակությամբ են օգտագործում։ Իսկ եթե եկեղեցին անհատույց տրամադրած հողը նպատակային չի օգտագործում, ինչ հետևանքներ են լինելու, փոխնախարարը մանրամասնեց։ Երբ որ նպատակին չի ծառայում, այդ ժամանակ արդեն քաղաքական հարաբերություններով է կարգավորվում, արդեն կարող են հետ վերցնել։ Հանձնաժողովը քննարկեց նաև Հայաստանի հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, առաջարկվող փոփոխությամբ կարող են օտարվել համայնքի ղեկավարի կողմից տրված տվյալ հողամասը հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում այլևս ընդգրկված չլինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա եւ ըստ էության նշված կարգավորման արդյունքում այլևս անհրաժեշտություն չի առաջանա յուրաքանչյուր կոնկրետ դեպքով կառավարության այն որոշումներում, որոնցով նախկինում պետական սեփականություն հանդիսացող հողամասերը անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել են համայնքներին։ Օրենքի գործողությունը տարածվում է դեռևս չօտարված այն հողամասերի նկատմամբ, որոնց նպատակային կամ գործառնական նշանակությունը քաղաքաշինական եւ հողաշինարարական փաստաթղթերով փոփոխվել է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը։ Արդյոք սա վերաբերում է նաեւ այն հողերին, որոնց վրա շինություններ են առկա, Ղալեչյանը պարզաբանեց։ Համայնքի ղեկավարը չի ինքնուրույն միայն փոխում, դա կառավարության 19-20 որոշում է 2011-ին 11 թվականին ընդունված, որը նաև վերջերս փոփոխություններ է կատարել եւ այո իրավացի եք, որ նշված որոշմամբ եւ նաև նման կարգավորումը բխում է հատկապես քաղաքաշինության մասին օրենքի համապատասխան դրույթներից այդպիսի գործընթացը քննարկվում է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եւ ըստ էության նպատակային նշանակությունները փոխվում են բացառապես միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության արդյունքում։ Ավականու անդամը հրաժարականի մասին իր դիմումը կարող է հետ վերցնել այն ներկայացնելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում ներկայացնելով։ Այդ դեպքում ավականու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու գործընթացը չեղյալ է համարվում։ Սա էլ սահմանվում է տեղական եւ Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքներում լրացումներ կատարելու նախագծերով։ Համայնքի ղեկավարը, ազգային ժողովի պատգամավորը, համայնքի ավականու անդամը իրանք հանրային ընտրովի պաշտոններ են եւ եթե համայնքի ղեկավարն ազգային ժողովի պատգամավորը հնարավորություն ուներ դիմում գրել եւ հետո դիմում երրորդյա ժամկետում հետ վերցնել, այս հնարավորությունը ավականու անդամը չուներ։ Մենք դիմում գրելու կարգին չենք անդրադարձել եւ պատկերացնում ենք այն ձևով ինչ ձևով ազգային ժողովի պատգամավորը կամ համայնքապետը կարող է դիմում գրել եւ հետ վերցնել, նույն կարգավորում կտարածվի ավականու անդամին։ Մերի Խաչատրյան, լուրեր։